2021 թվականին կառուցված ապօրինի շինությունները օրինականացնելու համար Գյումրիի քաղաքապետարանը 2 ամիս ժամանակ է տվել դրանց կառուցապատողներին կադաստրի կոմիտեում հաշվառվելու համար։ Հաշվառվելու ժամկետը հունվարի 6-ից մինչև մարտի 6-ն է։ Խոսքը այն շինությունների մասին է, որոնք կառուցվել են 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Հաշվառվելուց հետո առանձին վարույթով կորոշվի, որ շինության ճակատագիրը ինչպիսին կլինի, կամ կօրինականացվեն, կամ կապամոնտաժվեն։ Ժամկետը լրանալուց հետո կադաստրի կոմիտեում հաշվառում չանցնելու դեպքում ապօրինի կառույցները այլևս ենթակա չեն լինի օրինականացվելու և կապամոնտաժվեն։ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանն ասաց, որ բնակիչը պետք է նախ դիմի չափագրման ընկերությանը, չափագրի կառույցը, ապա դիմի կադաստրի կոմիտե գրանցվելու համար։ Դրանից հետո միայն քաղաքացին կարող է դիմել համայնքապետարան ապօրինի շինությունը օրինականացնելու խնդրանքով։ Իրականացվող վարույթի ժամանակ արդեն համայնքապետարանը կորոշի՝ ենթակա է արդյոք շինությունը օրինականացման, թե ոչ։ Այն շինությունները, որոնք կառուցված են կանաչ գոտիներում կամ խախտած կլինեն քաղաքաշինական նորմերը, ենթակա չեն լինի օրինականացման և կապամոնտաժվեն։ 1990-ականներից մինչև 2021 թվականը կառուցված ապօրինի շինությունները օրինականացնելու համար ժամանակ է տրված մինչև 2024 թվականը։ Այսպիսի շինություններ կառուցած քաղաքացիները ևս պետք է դիմեն կադաստրի կոմիտե հաշվառվելու համար։